Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հայաստանում հայ առաքելական եկեղեցու վարկանիշը զիջում է միայն զինված ուժերի բանակի վարկանիշին, այս մասին են վկայում Gallup International ասոցիացիայի հայաստանյան ներկայացության կողմից այս տարվա ներկայացրած նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5 նկատ ժամանակահատվածում 1001 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները, որոնց արդյունքներն այսօր ներկայացնում էր տնօրեն Արամ Նավասարդյանը։ Որքանով եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական գործիչներին, ինստիտուտներին։ Հայաստանի Հանրապետության բանակ 63.4%-ը նշել որ լիովին հավանություն է տալի եւ 18.4%-ը նշել որ ավելի շուտ հավանություն է տալի։ Ընդհանուր առմամբ 81.8%-ը դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության բանակ։ Հայ առաքելական եկեղեցի 63.3%-ը լիովին հավանություն է տալի եւ 14.4%-ը ավելի շուտ հավանություն է տալի եւ շատ գեղեցիկ համադրություն կա 77.7%-ը դրական տիրույթում է գնահատել հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։ Ուշագրավ է, որ հարցվածների միայն 23.4%-ն է լիովին դրական գնահատում Փաշինյանի մասնակցությունը կարգալույց քահանաների անցկացրած պատարակներին, իսկ 13.7%-ն նշել է, որ ավելի շուտ դրական է գնահատում։ Հարցվածների 11.1%-ը նշել է, որ ավելի շուտ բացասական է գնահատում, իսկ 39.3%-ը նշել է, որ լիովին բացասական է գնահատում այդ երևույթը։ Փաստացի հարցվածների կեսից ավելին այս երևույթին վատ է վերաբերվում։ Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են նաև քաղաքական ուժերի, ինչպես նաև անհատ քաղաքական գործիչների վարկանիշները։ Ըստ այդմ թեպետ առաջին տեղում Փաշինյանի առաջնորդած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, սակայն հարցվածների միայն 16.5%-ն է պատրաստ այս ուժի օգտին քվեարկել։ Օգոստոսին այս ցուցանիշը 17.3% էր։ Երկրորդ տեղում կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի մերձավորների ձևավորած մեր ձևով շարժումն է, որը նկատելի հետընթաց է արձանագրել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան 38.9%-ը նշել է, որ լիովին հավանություն է տալի գործունեությունը եւ 29.1%-ը ավելի շուտ հավանություն է տալիս, սա բավականին բարձր ցուցանիշ է, եթե համեմատենք այլ գործիչներին։ Նաեւ ունենք բարձր ցուցանիշ Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար գործարար բարերար Սամվել Կարապետյանին, ընդհանուր առմամբ մոտ 54%-ը դրական են գնահատել, եթե ավելի մանրամասն այն 31.6%-ը գնահատել է լիովին դրական հավանություն է տալի եւ 22.3%-ը նշել է, որ ավելի շուտ հավանություն է տալիս։ Եվ եւս 50%-ից ովքեր բարձր դրական տիրույթում են գնահատվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան 27.2%-ը լիովին հավանություն է տալի նա գործունեության եւ 23.3%-ը ավելի շուտ հավանություն են տալի։ Մյուս գործիչները ավելի նվազ դրական պատասխաններ ստացի, բայց այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի գնահատականներին, ընդ որում ոչ թե դրական կամ բացասական գնահատականներին, այլ 27.1%-ը, գրեթե 1/3-ը նշել են, որ չեն ճանաչում դա ով է։ Ներկայացված մյուս ուժերից ոչ ոքի օգտին քվեարկելու պատրաստակամություն հայտնած քաղաքացիների թիվը չի գերազանցել 2%-ի շեմը։ Հարցվածների 10.6%-ը հրաժարվել է պատասխանել, 22.4%-ը դժվարացել է, իսկ 14.1%-ը պատասխանել է, որ չի պատրաստվում քվեարկել։ Հիշեցնենք, այժմտրություններում նախընտրական շեմը կուսակցությունների համար 4%-ը, իսկ կուսակցությունների դաշինքների համար 8-ից 10%, կախված նրանից, թե քանի կուսակցությունից է կազմված այդ դաշինքը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ Աննա Հակոբյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել, այս մասին տեղեկացնում է ինքը Հակոբյանը։ Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում են, որ կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել իմ անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ, ապա տեղեկատվություն տարածել եւ հնարավոր է կորզել անձնական կամ այլ տվյալներ, գրել է Աննա Հակոբյանը, միաժամանակ խնդրելով չարձագանքել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ տեղեկատվություն եւ հնարավորության դեպքում զեկուցել, report անել, որ այդ հաշիվը կեղծ է։ Փաշինյանի քաղաքացիական կինը շնորհակալություն է հայտնել զգոնության եւ աջակցության համար։ Նկատենք, որ վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչներն ահազանգում են, որ իրենց անունով կեղծ էջեր են բացվել։ Մեհեր Գրիգորյանը հաստատել է, որ օրերս Ադրբեջանի Գաբալա քաղաքում այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը։ Հարցին թե արդյոք Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվել են Ադրբեջանից վառելիքի ներկրման շուրջ, Գրիգորյանը դրական է պատասխանել, նշելով, որ քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ
կան։ Գրիգորյանից նաև հետաքրքրվել են, թե ադրբեջանական վառելիքի ներկրման ինչ ծավալների մասին է խոսքը, հայաստանյան որ ընկերություններն են մտադիր Ադրբեջանից նավթ գնել եւ ինչ գնի շրջանակում է Ադրբեջանը պատրաստ նավթ ու նավթամթերք վաճառել Հայաստանին եւ արդյոք այն մրցունակ կլինի Ռուսաստանից ներկրվող վառելիքի նկատմամբ, ինչինի պատասխան նա ասել է։ Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների եւ ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական։ Գևորգ Պապոյանն էլ իր հերթին ասել է, որ կան հայաստանյան ընկերություններ, որոնք հետաքրքրված են ադրբեջանական վառելիքի ներկրմամբ եւ այժմ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների մեջ են։ Թե որ ընկերություններն են դրանք, Պապոյանը չասաց, բացատրելով, որ դա նրանց առևտրային գաղտնիքն է եւ այդ ընկերություններն իրենց պետք է հայտարարեն այդ մասին։ Հարցին, թե ադրբեջանական վառելիքը մրցունակ կարող է լինել հայաստանյան շուկայում, այն պարագայում, երբ Հայաստանը հիմնականում վառելիք ներկրում է Ռուսաստանից, նախարար Պապոյանը համոզմունք է հայտնել, որ եթե մրցունակ եղավ, կմտնի շուկա, եթե չեղավ, ապա չի մտնի։ Սրբազան պայքարի գործով անցնող Լիդիա Մանթաշյանը 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մոր Ալիսա Գևորգյանի հետ զրույցում պատմել է Աբովյան քրեակատարողական հիմնարկում անցկացրած 5 ամիսների մասին, խոսել է հաբեկչության գործի եւ իր պայքարի մասին։ Նրա խոսքով ամենաշոկային առաջին խուզարկությունն է եղել ամենածանրը առաջին առավոտը։ Առավոտյան երկաթյա դրան դղկոց եկավ, փոքրիկ դռնակ կար, կերակրման դա բացվեց, մոտեցա, ասացի բարև ձեզ, մի հատ մատնաքաշ տվեցին, ասացի էս ինչա, ասաց վերցրու, վերցրի, մեկ էլ մի հատ ձու տվեց, ասացի էս ինչա, ասաց ձեր նախաճաշը։ Վերցրի տարադրեցի ու մտածեցի հիմա սրբազանին են սենց անում, մի տեսակ ոնց որ ինքնասիրությանդ կպներ։ Հետո ծանոթանում ես այդ մարդկանց հետ, հասկանում ես, որ կարգն այդպես է։ Քրեակատարողական հիմնարկում առաջին առավոտվա մասին պատմում է Լիդիան։ Նրա խոսքով 6 օր կարանտինում է անցկացրել, այդ ընթացքում որևէ մեկի հետ շփվելու ինֆորմացիա ստանալու հնարավորություն չի ունեցել։ Կարանտինի ժամանակ աշխատողներից մեկը չիմանալով, որ ես չգիտեմ, ասաց դե ոչինչ, լավ է, Բագրատ Սրբազանը Միքայել Սրբազանի հետ է հիմա։ Ասացի ոնց են իրար հետ, ասաց դե որ Միքայել Սրբազանին ձերբակալեցին, տարան իրա մոտ, ասում եմ Միքայել Սրբազանին ինչի են ձերբակալել, ինֆորմացիա չունեի, չգիտեի ինչ է կատարվում, պատմել է Լիդիան։ Նա հավելում է, երբ Սրբազան պայքարի աջակիցներին ձերբակալեցին, դեռ չէր պատկերացնում, որ կատարվողն ավելի մեծ մասշտաբ ունի եւ տեղավորվում է հակաեկեղեցական արշավի շրջանակում։ Անկախ Հայաստանի պատմության առաջին կին քաղբանտարկյալը վստահ է, Բագրատ Սրբազանի դեմ երկար ժամանակ կոմպրոմանտներ են փնտրել, բայց քանի որ նա մաքրակենցաղ մարդ է, ոչինչ չեն կարողացել գտնել ու ահաբեկչության գործն են հորինել։ Զրույցի վերջում էլ Լիդիան նշել է, որ թեպետ քրեակատարողական հիմնարկում իրեն վատ չեն վերաբերվել, ինքն այնտեղ ճնշված չի եղել, սակայն իր եւ մյուսների կրած բոլոր դժվարությունները կփոխհատուցի հաղթանակը։ Գելափի հետազոտության մասնակցած քաղաքացիների նաև հարց է ուղղել, թե վերջիններս ում են համարում քաղբանտարկյալ։ Հարցվածների 61.3%-ը կարծում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, 23%-ը հակառակն է պնդել, իսկ 19.7%-ը դժվարացել է պատասխանել։ Հարցին դրական պատասխանած քաղաքացիներին խնդրել են նաև նշել, թե ում են համարում քաղբանտարկյալ։ Ըստ այդմ 61.3%-ը նշել է, որ այո կան, անցած ցուցանիշը 62%-ն էր, դե բան չի փոխվել։ 23%-ը ասում են, որ ոչ չկա, եւ 15.7%-ը դժվարանում է պատասխանել այս հարցին։ Եվ այդ 61%-ին մենք խնդրում ենք ասել, եթե ասում եք, որ կան քաղբանտարկյալներ, ովքեր են նրանք։ Նրանցից 64.9%, այսինքն 61%-ի 64%-ը ասել է, որ Սամվել Կարապետյանն է։ 36.2% նշել, որ Բագրատ arczepiskopos Գալստանյանն է։ Միքայել arczepiskopos Աջապարյանն նշել է 33%-ը, Վարդան Ղուկասյան Գյումրիի Վարդան Ղուկասյանն է, շեշտենք, որ հասկանանք, 19.4%-ն է, Նարեկ Սամսոնյան 4.7%, Լիդա Մանթաշյան 4.7%, խնդրում եմ վերադառնալ եւ հիշեք ժամանակահատված հետազոտության, այն ժամանակ կարծեմ դեռ այդ ազատումը չէր դեռ ունեցել։ Վազգեն Սաղաթելյան նշել են 3.2%, Դավիթ Համբարձումյանը 2.9% եւ դեռ 1.4%-ը նշում է Արմեն Աշոտյան։ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։ Գործը վերաբերում է 2025 թվականին սահմանված եւ ոչ իրավաչափորեն թանկացված սակագնին։ Հիշեցնեմ, որ Մայր Հայաստան շարժման եւ համանուն խմբակցության հետ համագործակցության արդյունքում բողոքարկել էին Երևան քաղաքում թե 2024 թվականի, թե 2025 թվականի ավտոկայանատեղիների վճարների թանկացումը, նշել է նա։ Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն էլ նշել է, դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է։ Այսինքն դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է։ Սպասվող տարեվերջյան ավագանու նիստի ժամանակ ԿՊՆ-ը իր կցորդը նորից կարմիր գծերի թանկացման նախագիծ են բերելու 2026 թվականի համար։ Տեսնենք, թե ովքեր են դեմ գնալու երևանցիներին եւ դատարանի որոշմանը, գրել է նա։ Դեկտեմբերի 11-ին ավտովթարի
Խնդիրահար է տեղի ունեցել Երևանում ժամը 21:50-ի սահմաններում Դավիթ Հաշանի կամրջի դեպի Եղվարդի խճուղին ընթացող ճանապարհահատվածում բախվել են Kia եւ Nissan Magnishի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է եւ հայտնվել է դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհի երթևեկելի գոտում։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, Երևանի շտապ օգնության բժիշկների հերթապահ տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազաբալոնը ու տեղում իրականացրել հերթապահություն։ Դեպքի վայրում Nissan-ի վարորդը ասում էր, որ եթե իրենք համրակապված չլինեին, հնարավոր է վթարը ծանր հետևանք ունենար։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։